Ամեն ինչի հիմքում իհարկե փիլիսոփայությունն է տեսնում գիտությունների, համարում է գիտությունների եւ արվեստների մայրն ու հայրը։ Այդ առանցքում նա դա տեղավորելով այնուհետև բաժանում է երկու խմբի՝ տեսական եւ գործնական։ Ժամանակակից փիլիսոփայական գիտության մեջ այդ տեսականը եւ գործնականը բաժանելիս գործնականին կանվանեին էմպիրիկ։ Հիմա այս գործնական եւ տեսական բաժանումը շատ հետաքրքիր է։ Նա տեսականի մեջ ներառում է օրինակ մաթեմատիկան, աստվածաբանությունը, որ բնականաբար չափազանց կարևոր էր այս ժամանակվա փիլիսոփայական մտքի համար, եւ երրորդը նա փաստորեն բնագիտությունն է դնում կամ ֆիզիկան, բնափիլիսոփայությունն այսպես ասած, եւ հետո նա անցնում է արդեն տեսական գիտություններից արդեն գործնական, այսպես գիտությունների դասակարգման, այստեղ բարոյագիտությունն է առանձնացնում եւ մյուս երկուսը շատ հետաքրքիր կլինեն մեր հեռուստադիտողի համար՝ տնտեսագիտություն եւ քաղաքականություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։